Տարածքային այցելությունների ժամանակ ժողովուրդը հրճված ցույց է տալիս փողոցները ասֆալտապատված, բարենորոգված, եւ դա կարծես թե դարձել է այսօրվա պետականության սիմվոլ, այսինքն ասֆալտը, ասֆալտապատումը դարձել է պետականության սիմվոլ։ Բայց իրականում ինչ է թաքնված այդ ասֆալտապատման աշխատանքների տակ։ Ըստ էության կարճաժամկետ ցուցադրական աշխատանք երկարաժամկետ ծրագրային աշխատանքների փոխարեն։ Մի քանի ուղղակի թվային տվյալներով 325 միլիարդ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն։ Դրա շուրջ 39%-ը, մոտ 125 միլիարդ դրամ, նախատեսված է ասֆալտի կամ ճանապարհների ընթացիկ վերանորոգմանը։ Այնինչ միևնույն բյուջետային հատկացումների մեջ 47 միլիարդ է հատկացված հյուսիս-հարավի շինարարությանը։ Տեսեք, մի կողմից ունենք հյուսիս-հարավ, մի կողմից ունենք ընթացիկ ճանապարհների շինարարություն։ Ընթացիկ ճանապարհային ցանցի վերանորոգման, բարեկարգման վրա ծախսվում է 125 միլիարդ, հյուսիս-հարավի վրա ռեկորդային 26 թվականին նախատեսվել է 47 միլիարդ։ Սա է այսօրվա իրականությունը։ Այսինքն այն ինչ որ պետությունը, կառավարությունը իրականում պետք է իրագործի, այսինքն ճանապարհների բարելավում, դա փաստ է, բոլոր կառավարություններն էլ դա պետք է անեն, բայց չի կարելի դա ֆետիշացնել, դարձնել հիմնական կապիտալ նորոգումների անվան տակ իրականացվող կարճաժամկետ նպատակներ սպասարկելու համար աֆիշավորված վարքագիծ։ Մեր առաջարկը ինչ է։ Իրականում ճանապարհների վերանորոգումը, ճանապարհային ցանցի բարենորոգումը, բարելավումը շատ կարևոր է, դա պետք է իրականացվի։ Ցանկացած կառավարություն, որը որ ունի իր անելիքների նկատմամբ որոշակի պատկերացում, դա պետք է անի, բայց համամասնությունները ճիշտ պետք է որոշի, քանի որ պետության ֆինանսական ռեսուրսները այդքան էլ նենց անսահմանափակ չեն, այ դու պետք է կարողանաս երկարատև կապիտալ ենթակառուցվածքներին ուղղված կապիտալ ներդրումները զանազանես ընթացիկներից, այսինքն ուշադրությունը պետք է արժանանա իրականում ռազմավարական նպատակներ հետապնդող ենթակառուցվածքային շինարարությունների կատարումը։ Այսօրվա դրությամբ դրա շատ կարևոր հանգույցը դա հյուսիս-հարավն է, որ պետք է իրականացվի։